Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ այսօր գումարել է արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ներառվել է 44 նախագիծ։ Սակայն պետք է նշեմ, որ նշված նախագծերից 29-ն են, որոնք երկրորդ ընթերցմամբ քննարկվող հարցեր են։ Այդ նախագծերը քննարկվել եւ առաջին ընթերցմամբ ընդունվել են հունիսի 16-ից գումարված Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում։ Օրակարգում ներառվել են նաեւ 3 համաձայնագրեր։ Որպես նախաձեռնողի ներկայացուցիչ կանդրադառնամ միայն այն նախագծերին, որոնք առաջարկել են քննարկել հատուկ, այն է 24 ժամյա ընթացակարգով, այսպես. Ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքում եւ հանրաքվեի մասին օրենքում վերանայումներ նախատեսող օրինագծերով ներդրվում է բնակության ցենզ ընտրությանը քվեարկությանը մասնակցելու իրավունքի իրացման համար։ Նախագծերի ընդունմամբ կապահովի ժողովրդային իշխանության իրականացման համակարգային միասնականությունը, երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանն այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ եւ բովանդակություն։ Օրակարգում ներառած Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող թվով 3 նախագծերը նպատակահարմար է քննարկել հիմա այն հաշվառմամբ, որ դրանցով առաջարկվող կարգավորումներն ուժի մեջ են մտնում մինչև հաջորդ Ազգային ժողովի ձևավորումը։ Դրանք են падգամավորի երթվան նոր տեքստի հաստատումը։ Ազգային ժողովի բացման օրվանից հետո падգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև Ազգային ժողովի առաջին նստաշրջանի շարունակական եւ արդյունավետ աշխատանքն ապահովելուն ուղղված նախագծերը։ Հատկապես նկատեմ, որ այս նախագծերի ընդունման արդյունքում բացառվելու են այն դեպքերը, երբ առանձին պաշտոններում տեխնատու չառաջադրելու հետևանքով անհիմն ձգձգվում է առաջին նստաշրջանի ընթացքը։ Բուսասանիտարիայի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը եւ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը միտված են մարդու առողջության, շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ամրապնդմանը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված Անձանց պաշտպանության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունմամբ հնարավոր է լինելու օր առաջ կանխել կամ առնվազն նվազեցնել բռնություն գործադրած անձի կողմից կրկին նոր բռնություն գործադրելու ռիսկը։ Օրակարգում ներառված է նաև քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող 2 նախագիծ հարակից նախագծերի փաթեթով։ Այդ նախագծերի փաթեթներից մեկով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքներից խուսափելու նպատակով նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց, ինչպես նաև հետազոտման նպատակով նմուշ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար։ Իսկ մյուսով խստացվում է պատասխանատվությունը ընտրակաշառք տվողների եւ ստացողների նկատմամբ հաշվի առնելով, որ այդ իրավախախտումներն ուղղված են սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ։ Նման կարևորության հարցերը պահանջում են կարգավորիչ միջամտություն հնարավորինս սեմ ժամկետում։ Քաղաքացիական օրենսգրքում եւ հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում արկա առանձին ինքնակամ կառույցների հաշվառման եւ օրինականացման համար։ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները կնպաստեն մասնավորապես կոնյակագործության, խաղողագործության եւ մրգային օղիների արտադրության խթանմանը։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրացվում է նաեւ ծխախոտային արտադրատեսակների ակցիզային հայկի դրույքաչափը, նախագծի արագացված կերպով ընդունմամբ կերաշխավորվի հարկային օրենսգրքի այն պահանջի ապահովումը, ըստ որի նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա սկզբից։ Օրակարգում ընդգրկված դրոշի մասին օրենքում լրացումներ նախատեսող նախագծերի ընդունմամբ կիրականացվի եւս մեկ քայլ միտված միասնական պետական խորհրդանշական միջավայրի ապահովմանը եւ պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի ձևավորման խթանմանը։ Միաժամանակ առաջնորդվելով Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներով առաջարկում եմ արտահերթ նստաշրջանի 11-րդ, 40-րդ եւ 44-րդ հարցերը քննարկել 12-րդ հարցից հետո հաշվի առնելով, որ այդ նախագծերի քննարկման համար եւս առաջարկվել է 24 ժամյա ընթացակարգ։ Այսքանը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցերի համար հերթագիր